Вообще Երևանը ինքի իրանով ոնց որ ոգեշնչման աղբյուր լինի։ Դու տենց կարաս համ լավ տեքստեր գրես, լավ ասած բարի բաներ գրես, համ կարաս չարանաս դաժե Երևանի վրա։ Ես вообще այս կողմերը գալուց, մոնումենտի կողմերը ելնելուց երևի չգիտեմ մանկությանս օրերն ա շատ թե անցել, թե ինչից է։ Միշտ ինչ որ ոգեշնչում ինձ գտնում եմ, դաժե եթե այդ նպատակով եկած չեմ ելնում։ Հետո մասիվ եմ ես ապրել 5-րդ ամենաբարձր կետն էր Երևանի, ու ինձ մեր շենքն էլ լավ բարձր էր 15-րդ հարգեր, ու երբ որ ես Երևանին վերևից եմ նայում, մի տեսակ արդեն ինձ հերիք է, ասենց ասած էլի։ Կարա մտքեր ծնվի, կարա լիքը մտքեր հեռանա, որ պետք չի լինի։ Լիքը մարդ կա, չէ՞ որ գնում ասենք դուս, այդ է իր համար ոգեշնչում անում, հա թարմանում ես բան, բայց ես ինչքան փորձել եմ ճամփորդելուց ուրիշ երկրներում թեկուզ բան երկ գրեմ, մեկը չի ստացվել։ Գիտես ինչ կա, այս նոր իշխանություններին ես ինչքան էլ որ չեմ սիրում, ինձ թվում է իրանց գալուց հետո ավելի մի քիչ մարդիկ բացվել են, չգիտեմ ինչից է այդ։ Հիմա ավելի շատ են կլաբերը, փաբերը, տուրիստական ոլորտն էլ ինձ թվում է հիմա ավելի զարգացած է։ Գլոբալ ինձ թվում է ավելի լավացել է, ու հենց այդ ազատ վիճակից ով ինչ ուզում անում է ասենց ասած, իսկ արտիստները հենց այդ ազատության մեջ են ծնվում։ Ազատությունից ոնց որ սկսում են սովորական անհատներ ինչ որ բաներ անել, ասենք չգիտեմ, մարդը պատուհանի վրա կարող է ինչ որ բան անի, որոշի որ դա արտ է, ինչ որ մի հատ ուրիշն է ասի, որս ինչ թույներ բան։ Ոնց որ այն վաղ դետի չկար ինձ թվում է։ Այն վաղ հավաքույթների ժամանակ էին որոշում ովքեր էին մշակութային գործիչներ։ Հիմա ավելի շատ են մշակութային իվենթներ կլինի, արտիստներ կլինի, ինչ-որ գործեր կլինի, ավելի շատ է հովանավորչություն կպնում, ասենց ասած էլի։ Հիմա ասենք կան հովանավորներ, որ համարը լուբո իվենթի հովանավորում են։ Միջև ընտանիք ունենալը ոնց որ ոչ թե դու ավելի շատ ժամանակ ես տրամադրում բան, այլ քո միտքը ավելի ազատ է ալնում։ Ես այնվաղ զարթնում էի միջև ժամը 3-3, եթե գործի չէի գնում շաբաթ օրը, հա։ Զարթնում ես, լիքը ժամանակ ունես, համար հանգիստ կոֆե խմես, եսի միջ անես, քեզնով զբաղվես, մի հատ բիթ լսես, մի հատ եսի միջ անես, 5 գործերից լսես, հիմա զարթնում ես, գիտես որ 2 հոգի սպասում է որ պետք է հաց ուտի։ Ասեք օրը սկսում է դու ազատ ժամանակի տոկում ունենում ես, դու կարող ես քեզնով զբաղվես, բայց միտքը չես կարող կենտրոնացնես, որ գիտես այն որ մի հատ բան էի գրել, պետք է շարունակությունը գրեմ, ու տես կարող մնա այդ շարունակությունը մի տարի կամ 2։ Օրինակի համար որ ասեմ, որ ամուսնացանք, ես ջոգի որ արդեն մի քիչ եմ ստուդիա սկսում երևալ, որոշեցի տանը իմ համար հավաքեմ, տես միկրոֆոն զակաս տվեցի, դինամիկներ, բան ոչմ հավաքեցի, դրեցի այդ ստուդիան ու ուղիղ 2 տարի ես չեմ միացրել դաժե այդ միկրոֆոնը ոչ մի բան զապիս չի եղել։ Բայց հիմա արդեն մի քիչ հարմարվել ենք այս նոր կյանքին։ Արդեն համ այդ ժամանակն ես կարող տեղավորցնես, համ քեզնով ավելի շատ զբաղվես, համ թեկուզ իրանց հետ արդեն կարող ես, ասենք այնվաղ չէիր կարող երեխեն գիրկդ նստած բիթ լսեիր, հիմա ես կարող տեքստ գրեմ կամ դեռ ինչ-որ բան զապիս անեմ, կողովս անցնեն գնան բանից։ Երևանի մեջ աղբամաններ կավելացնեի շատ։ Երևանի մեջ ծառեր շատ, մի քիչ կանաչ տարածքները կշատացնեի։ Շատ քիչ կանաչ տարածություն ունենք вообще, այգիներ, մի 2 հատ այգի կա որ նորմալ ծառ կա, հիմա այս երեխեքով որ շատ ես գնում մանգալու բան, չգիտեմ, ստես բան, մի քիչ ավելի ուրիշ թերություններ ես նկատում, օրինակ թեքա հարթակներ չկան, կալյասկով մարդկանց համար, թեկուզ բաներով հաշմանդամների համար, փողոց հանցնում ես, մյուս տեղը պետք է այդ գրկեն այդ ծառերը բարձրացնեն, այն այդ մարդը հանցնի։ Կանաչ տարածքներ, աղբամաններ, թեքա հարթակներ, երևի հեծանվողիներ, սամակատ քշելու տեղեր, հիմա փոխվել է մեր բնակության վայրը, կենտրոն ենք տեղափոխվել ու սկսել եմ շատ սամակատ քշել, շատ հարմար է ասեմ, ասենք ящикների արակներով, ասես մտնում ես հատանիկը թե կպնում ջոգի, որ անցալ իրանց կողով սամակատով, իրանք պրոբկի մեջ են ջոգի, հայտես մի հատ բան կա ապրիչները, չգիտեմ։ Вообще ես ռեփ սկսել եմ լսել Eminem-ով, ես տենց են հին old school-երը բան տես չեմ լսել, ես եղել եմ մի 8 տարեկան, 8-9 տարեկան, 10 կարող է, որ հայտնաբերել եմ ռեփի իմ համար, մեր տանը միշտ ռաբիզը լսվել։
միշտ ռաբիզա լսվի, բայց դաժե այդ ռաբիզի մեջ ես փորձում եի ինչ-որ մի հատ բան գտնեի, որ ինձ դուր կգա, որովհետև փոքրուց ինձ երաժշտություն դուր եկել է։ Բայց հիմա իմ մոտ նես չի, որ ես կուզեի Eminem-ի հետ մի հատ կոլաբ անել, ավելի շատ կուզեի Jay-Z-ի հետ երևի։ Ոչ թե կոլաբ այնքան որ երգ ունենայինք, այլ հենց աշխատանքային process-ը էլի։ Ստուդիայում ոնց բիթը կգրվի, ոնց կշարվի, չգիտեմ, այդ իր այդ կուզեի ժամանակ անցկացնել ստուդիայում, մի հատ երգի վրա աշխատեինք կամ չգիտեմ, ալբոմի վրա։ Snoopy հետ է կարող ուզեի այդ ժամանակ անցկացնել։ Snoopy հետ շատ հետաքրքիր ինձ թվում է կլներ։ Չնայած հիմա sense մենք մտածում ենք իր այդ թույն կլինի, բան, բայց կարող տենանք вообще այդ չլինի, այն որ հիասթափվես, բայց sense հերակա ինձ թվում է Snoopy, Jay-Z, մեկը Pink Floyd-ի ժողովրդի հետ կուզեի մի հատ երգ ունենայի, տենց դաշտում իրար հետ ձայնագրվեինք։ Ես աղբամանները կրիտիկա սիրում եմ, ես ինքս ինձ եմ շատ կրիտիկա անում, դրա պատճառով էլ լիքը երգեր դուրս չեն գալի, իմ սամա կրիտիկան շատ է ինձ խանգարում, դրա համար ես վերջերս вообще մի կողմ եմ դրել, մի ձև, ես իմ հետ պայքարելով, սենց մի կողմ դնելով, հիմա տունը այնքան որ վիդեոներ եմ ձայնագրում, կարող է տեսածել ես, վիդեոյա պրոստը ռեպ եմ կարդում, չեմ նայում վատա որակը, հետևի ֆոնը, չգիտեմ ես բառը մոռացա այս բան ու ինձ բեսամ սկսել է դզել էդի։ Այն վաղ շատ էի մտածում այդ նոր լսողների մասին, որ ինքը քեզ չի լսենք, քո մակոյի ոչ մի երգը չգիտի, ինքը եթե այս մի երգը ունենա շանս լսելու, ինչ կարծիք քո մասին կկազմի ու տենց հա խորանում է այդ մի երգի վրա, որ ինքը պալնացնի իմ մասին ինչ որ կարծիք կազմի, բայց պրոստը էդի անիմաստ վազվզոցա, որ դու քեզ հետ ես գցում, հիմա այս երգը կա, ասենք 7-8 տարի է տենց մնացել է, մարդը լսում ասում թուն երգ ախպեր, էսի քիչ ես բանում։ Вообще իմ մոտ շատ փոփոխական է, ամեն երգն էլ շատ տարբեր թեմաներով է ալնում, բայց այս վերջի քանի տարին մեսեջ, որ հենց տենց ասեմ, մեսեջն է, որ մարդիկ ավելի շատ հավատան Աստծուն, այդ հավատից բխող արդեն մնացած իրանց հավատը շատանա, իրանց հանդեպ, իրանց կողքինների հանդեպ, կյանքի հանդեպ։ Հիմա, չգիտեմ, հոգևորականները կարող է լսեն իմ երգերը, ասեն, ստե вообще դրա մասին բան չկա, չգիտեմ, даже դեմ լնեն, բայց ուրեմն մեսեջը սխալ են հասկացել, էլի, կամ ես եմ սխալ տվել իրանց։ Իմ կյանքը լրիվ փոխել է հավատը, ծերից ծեր ասենք, իմ խոսքից բռնած իմ արարքներից միշտ է, ես չեմ կարող իմ ասեմ, ես տենց վեսամ ճիշտ եմ ապրում, իզնից օրինակ վերցրեք, ոնց որ ցանկացած հավատացյալ, ցանկացած քրիստոնյա միշտ գտնվում է պայքարի մեջ, որ մարդկանց ասեն, որ հաջող էի անում, վաղ տեսնում էի Աստված քո հետ, հիմա ասում Աստված հետ է տա, անվերջ դու հանդիպան մեջ ես, դու ինչքան ուզես կարաս փորես էլի, ասենց ասած։ Եթե բանը հասնի նրան, որ տենաս Աստծուն, տենաս նենց ոնց քո ասածով, ոչ թե իմ ասածով, որ ես արդեն գտել եմ Աստծուն, ինքը հայի հետ է, պրոստը մերսի կասեի, որ կամ, որ ծնվել եմ, ու եթե արդեն բախտա քեզ վիճակվե հանդիպես Աստծուն, ինձ թվում է կարաս դաժե ոչ մի բան չասես, պրոստը վայել ես այդ բահը, էլի։ Աստծո թեման պրոստը անվերջ է։ Ոչ մեկ նախ չգիտի ինչի մասին է խոսում։ Իտոգում էլի, դա կարա անվերջ ձգվի ու հատկապես երբ որ մի հոգի չի մի քանի հոգի ու այդ սաղ կարծիքները անդադ ֆռում է հարց ու պատասխան ինձ շատ հետաքրքիր էր այդ առաջվա ժամանակներում, բայց հիմա вообще չեմ սիրում խոսամ այդ թեմայով։ Հայկական կինոն գնալով հետ է գնում։ Հայկական կինո էլ կա, կինո էլ, որտեվ underground ֆիլմեր կան, որ չենք տենում։ Դժվար է ասենք իրենց գտնել, իրանք կան, սաղի համար հասանելի են, բայց չի հանդիպում էլի, այտենց որ դնես նայես, բայց մեկ-մեկ լավ բաներ հանդիպում է։ Կարճամետրաժ, հենց կարճամետրաժ, այո։ Փողը տալիս են չեն հետևում, դրա համար է վիճակ է երևի։ Ու սաղ լևելների վրա խոսքի գրիմ անողը նենց է գրիմ անում, որ խոսքի հաստատ երևում, որ դա գրիմ է։ Ես вообще սաղ կյանք չեմ սիրել ֆանտաստիկա, բայց մի հատ պահ եկավ, որ արդեն էլ չկար կինո նայել, որ սկսա նայել ու տարավ։ Հիմա որպես ատրակցիոն եմ կինոին նայում։ Հիմիկվա արագ կյանքը ամեն ինչ արագացել է, չէ՞։ Այս ռիլզերի պատճառով էլ ախպեր, ամեն, ասենք, չես կարող նստես մի հատ կինո նայես։
Ռեպի մեջ փող չկա ասելով ման ես գալի ու չես հասկանում, որ փողը պետք է ստեղծես, դու պետք է սկզբից մի քիչ ծախսես, բայց քո հեղինակային իրավունքները պաշտպանված լինի, որ վաղը մյուս օր էլ կարողանաս այդ քո գործը դառնա կինոյի soundtrack կամ կարա դառնա քո տեքստը կարա պաշտպանված լինի, ուրիշ մարդ չգողանա քո նույն տեքստը, հետո դու էլ քո տեքստի մեջ չասես ախպեր դու ինձ կոպի ես անում։ Հետո Հայաստանում լիքը լավ բիթ գրողներ կան, որոնք ասենք կարող է մի 50 հատ բիթ գրեն, գցեն BeatStars ու ոչ մեկ չծախվի, որտեվ շատ մեծ է շուկան։ Չնայած ես մի հոգու գիտեմ, որ լավ ծախում է BeatStars-ով, Ռուսաստանից է եկել, ռեպել է կարդում, բայց sense Հենց պայթոտեն է, էլի ինչ։ Ոնց է նայում, կոնկրետ արի ապե։ Արես ինչ եղավ։ Ինձ թվում է պետք է մեծ համերգներ անել, ինչ-որ ռեպ, որ սաղ ռեպերներ են մեջ է։ Դե քելեք ուրեմն այս հարցազրույցի գոնե խթան հանդիսանա այդ ռեպ ֆեստիվալը կա, եթե դաժե մենք է չէ, ինչ-որ մի հատ մեկը թող կազմակերպի մեզը կանչի իրոք որպես լավ հյուրեր։ Մենք կարանք չերքենք է։ Իսկ թվում է պետքա պրոստը փող մտնի ռեպի մեջ, հայկական ռեպի մեջ, այս սաղ ռեպերները փող սկսեն աշխատել, ու իրանք է կայֆ ստանան բեսամ, խոսքի ես օրինակ չեմ կարող ռեպով շատ զբաղվեմ, որտեվ խոսքի պետք է դամ գործի, օրինակ էլի։ Օրինակ ու իրոք էլ տենց է։ Միշտ աշխատել եմ ու միշտ այդ 8 ժամը դրան է գնացել, որ կարայի ասենք 8 ժամ զբաղվեի ռեպով։ Ես 3 սայֆերի եմ եղել։ 3 անգամ եմ սայֆերի գնացել, ախպերս։ Իմ ընթացքի վրա բեսամբ կարևոր ազդեցություն են ունեցել, հատկապես առաջինը, որը Հայկոն էր կազմակերպել։ Ես նոր էի սկսում, դե ես ավելի շուտ արդեն ռեպ էի կարդում, բայց այդ տիպի տենց խորացած չէի, էլի։ Ու այդ մեկը նենց լավ ստարտ եղավ իմ համար։ Այդ վաղտ երգեր ունեի, այդ վաղտ շատ երգեր ունեի, բայց տենց ոնց որ ինձ շատ չգիտեին, չէին ճանաչում, ինձ ավելի շատ հայտնիություն մի քիչ բերեց։ Իսկ տեքստի առումով այդ իմ զարգացումն էլ է ինձ հենց դզում, որ ես նայում եմ այն վաղտ ինչ եմ արել, խոսքի ես մեկին ինչ եմ արել, ես մյուսին ինչ եմ արել, իսկ ես երրորդը вообще դզես նրանով, որ թեմա ուներ։ Նրանք вообще թեմա չունեն, այսինքն դու պրոստը մի հատ տեքստ ես գրում, որով քե ներկայանում ես դասողին ու այդքան բան։ Ու քո ֆլոուն-ա ու բանը, իսկ ստեղ կար թեմա, նեյը առաջարկեց, որ հոգևոր թեմայով, ինչ որ հոգևոր թեմայով ավելի շատ գրենք, բայց ոչ մեկ մյուսի կուպլետը չլսի, ոչ է տենց պատգատովնի մոմենտները տենա, էլի։ Ու ամեն մեկս առանձին մեր համար գրեցինք, դեռ ձայնագրվել ենք առանձին, վերջում նոր իրար սաղ լսել ենք։ Ու սաղինն է ինձ դզել է։ Իսկ երկրորդը այնո հենց հետ էր, տենց լավ էր, մասնակցությունս ունեցա, կուպլետս գրեցի, լավ էլ ընդունվեց ոնց որ։ Մենք հիմա լիքը ռեպ գործեր ունենք Հայաստանում իմ համար, որ պետք է գրքերի մեջ դաժե գրվի դասագրքերի մեջ, այտենց կուպլետներ կան թողած։ Հիմա լիքը նոր ռեպ լսողներ կան, որ այդ հին երգերը չեն լսել, ասենք լիքը մարդկա չգիտի, որ չգիտեմ 20 տարի առաջ Հայաստանում ռեպ է եղել, էլի։ Ու լիքը հայկական ռեպ եմ լսել, շատ փոքր տարիքից, հայ տղեկից, top 10-ով ռաբիզից սկսած։ Լիքը Միշո եմ լսել փոքրուց։ Միշոյի հետ Հայկոյի բիֆի մեջ ում էիր բաղլետանում։ Որ Միշոյին համերգի վաղտ այդ ասել էին ինչ որ բան, հետո հտն որ արեց, ճիշտ ասած հələ ես չէի պատկերացնում, որ Միշոն կարող պատասխան բան ինչ որ անի, բայց որ եղավ ինձ բեսամ դզեց։ Դե հտեինը դզել էր, բայց Միշոյինը вообще դզեց, ընդ որ ավելի հենց իսկական բան էր էլի։ Հտն ոնց որ նոր ուզում էր ֆիթիլը վառեց, որ գնաց, ինի պրոստը մի անգամից գմփած։ Որ մարդիկ իրար հետ հական, դրանից լավ, դրանից կայֆ չեմ բռնում։ Հտեինն էլ Միշոյին էլ շատ սիրում եմ, շատ հարգում եմ, որ իրանք вообще Հայաստանի մեջ այնպես մի հատ ոճ են մցրել, որ ու ինչքանա փոխվել այդ ոճը, էլի, իրանք այսինքն մի հատ ստարտ են տվել, որ հասնելու է եսիմուր, իրոք եսիմուր ինձ թվում է։ Բիֆերը քիչ են հայկական ռեպի մեջ։ Միշտ ինչ-որ ժամանակը մեկ մի հատ լնում է։ Բայց տենց որ ասես շատ տենց բան վիճակա։ Բիֆերը շատ են, դիսերն են։ Դիսերն են քիչ, այո։ Այս մի կոմից է որ նայես լավ բաներ հաստատ ստեղծվում են։
ստեղծվել են ու դեռ կստեղծվեն։ Նոմա ականատես լինենք կամ մասնակից